Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի բանակային կորպուսի անձակի պատմությունը փոխկապված է հայոց ցեղասպանության պատմության հետ եւ հանդիսանում է մարդասիրության եւ անձնազոհության վառ օրինակ։ 1915-ին անձակի զինվորները բրիտանական հրամանատարության ներքո Ափենիչնում Գալիպոլիի թերակղզում Չերչիլի ծրագրով դեպի Սևծով ճանապարհ բացելու եւ Կոնստանտնոպոլիսը գրավելու նպատակով հենց այն օրերին, երբ Օսմանյան իշխանությունը ձերբակալում ու կախաղան էր հանում հայ առաջնորդներին ու մտավորականներին։ Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող երկու պատմական իրադարձությունները փոխկապված են, քանի որ անձակի զինվորներն այդ օրերին ոչ միայն դարձել են հայոց ցեղասպանության ականատեսը, այլև փրկել են հազարավոր հայ, հույն եւ ասորի երեխաների, իսկ պատերազմի ավարտից հետո նրանք մասնակից են դարձել Ավստրալիայում սկիզբ առած մարդասիրական նախաձեռնության։ Այս քչերին հայտնի պատմության մասին է Գթության ոսկե շղթա վավերագրական խաղարկային ֆիլմը։ Ամերիկյան պրեմիերան սկսվեց Գլենդեյլում ցուցադրությամբ։ Կարողացել եմ գտնել այն փորձագետներին, պատմաբաններին, որոնք որ նաև գրքերի հեղինակ են, երբ Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի մասին նույնիսկ շատ պատմաբաններ տեղյակ չեն, որ անձակի մասնակցությունն ա եղել, անձակի ուրեմն այդ զինվորները գերի եղած ժամանակ նրանք նույնիսկ նրանցից մեկը զոհվել է հայ եւ ասորի ժողովրդների կյանքերը փրկելու ժամանակ եւ 60,000 հայ ու ասորի մարդկանց կյանքեր են փրկել նրանք։ Գթության ոսկե շղթան մաս է կազմում կինոեռագրության, որը պատմում է, թե ինչպես է աշխարհն օգնել հայերին ցեղասպանության օրերին։ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի բանակային կորպուսի բազմաթիվ զինվորներ պատերազմի ավարտից հետո տուն վերադառնալուն պես նախաձեռնել են մարդասիրական ծրագրեր, իսկ հայոց ցեղասպանության մասին նրանց պատմությունների հիման վրա ժամանակի հայտնի ավստրալական թերթերը հարյուրավոր հոդվածներ են հրապարակել, որոնք այդ պատմական դեպքերի կարևոր վկայություն են դարձել։ Ես տեսա, որ հանդիսատեսի կեսից ավելին գաղափար չուներ, որ այդ տարիներին այս միսիոներները, բարեգործները ասեմ, որ ինչ ծավալի օգնություն են ցույց տվել։ Եվ եթե դալիճի կեսը չգիտեր, ուրեմն աշխարհը լուրջ ունի դրա մասին։ Ուրեմն ես կարծում եմ, որ նրանց գոնե շնորհակալ լինելու համար պետք է այս պատմությունը աշխարհին պատմվեր։ Գթության ոսկե շղթա վավերագրական ֆիլմը նկարահանվել է Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Լիբանանում եւ Հայաստանում։ Ֆիլմում ներառվել են հարցազրույցներ ավստրալացի, նորզելանդացի, ասորի եւ հույն պատմաբանների եւ հետազոտողների հետ։ Ես ավստրալացի եմ, տեղյակ էի Գալիպոլիի մասին, բայց չգիտեի այդ իրադարձությունների խորությունը։ Ֆիլմի ստեղծման ժամանակ սկսեցի հասկանալ, թե ինչպես է Օսմանյան կայսրությունը որոշել ջնջել մի ամբողջ քաղաքակրթություն։ Ծանր էր դա լսել, ու տեքստը կարդալը եւս շատ դժվար էր։ Ցավոք այսօր էլ նույնն է կատարվում։ Մենք երբեք դասեր չենք քաղում։ Այս նյութին շուրջ շատ մարդ չի իմանում։ Ես որ Նյու Զիլանդ ապրած եմ 3 տարի, մեկը ասպաներու մասին չէր գիտեր։ Ուրեմն ասիկա կարևոր նյութ է եւ պետք է ամեն աշխարհ կդարածվի։ I feel like documentaries are the way to go to. Սիրեցի ֆիլմը եւ եռագրությունը։ Վավերագրական ֆիլմը կարևոր միջոց է պատմություններ ներկայացնելու համար, որոնց մասին հայերի մեծ մասն էլ չի լսել։ Լինելով վավերագրող եւ պատմաբան, ինքս չգիտեի։ Այս պատմությունը ոչ միայն հայերիս, այլև օտարների համար է։ Գթության ոսկե շղթայի պրեմիերայի օրը ֆիլմի հեղինակները ներկայացրին նաև Մատանի կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը։ Այն կինեմատոգրաֆիկ էսե է մի կնոջ մասին, որը վաղ տարիքում ցեղասպանության օրերին ականատես է լինում ընտանիքի սպանությանը, ապա 50 տարի անց վերադառնում հայրենի տուն հիշողությունների հետևից։ Պատմությունը իրականը ես հավանեցի ու սցենարը գրեցի ու նկարեցի։ Ամեն մեկը ունենք այդ պատմություն։ Մեր պապերը, մեր պապերը, հայրերը, ամեն մեկը միտեղից եկել է ու միտեղ իր սիրտը թողել է։ Մատանի ֆիլմի պրեմիերան կկայանա հաջորդ տարի, իսկ Գթության ոսկե շղթան արդեն մասնակցել է տասնյակ միջազգային կինոփառատոների ու արժանացել 88 մրցանակի։ Լիլիթ Ցետրակյան, Նոնիկ Գյուլեզյան, լուրեր, Միացյալ Նահանգներ։